Աստված մարդուն կամք է տվել։ Կամք նշանակում է կամ, գոյություն ունեմ։ Այսինքն կամքը մարդու գործելու, ընտրելու հնարավորությունն է։ Եթե մարդը կամք չունենա, ուրեմն ինքնուրույն չի լինի, ազատություն չի ունենա։ Եվ հենց այս աստվածատուր կամքի էության մեջ է պայմանավորված մարդու գործունեությունը։ Աստված մարդուն կամք է տվել, որպեսզի այդ կամքով բարին ընտրի։ Այսինքն մարդու կամքը ուղղակի կապ ունի մարդու մտածելակերպի հետ։ Կամքը եւ միտքը իրար հետ պետք է համագործակցեն, որպեսզի մարդը կարողանա ճիշտ ընտրություն կատարի։ Եվ այդ ընտրությունը ամուր պահի։ Օրինակ, պատկերացնում եք, մեկը նավ է վարում, իմաստուն նավավար է, բայց եթե ղեկ չլինի, ինչպես ինքը նավը կվարի։ Ղեկը կամքն է, իմաստուն նավավարը միտքն է։ Եվ նավավարը երբ է ղեկը ամուր պահում, երբ որ իմաստուն է լինում, երբ որ կարողանում է լավ է ճանաչում իր գործը, իր ընթացքը, նավի ընթացքը։ Ճիշտ այդպես է, երբ որ մարդու միտքը իմաստուն է, փորձառու է եւ հատկապես ավետարանի պատվիրաններով մաքրված, սրբված ճշմարիտ ճանապարհի վրա կանգնած միտք է, կամքը վստահ է լինում։ Բայց երբ որ մարդու միտքը կասկածների մեջ է, տարուբերվում է, կամքը տուժում է, կամքը թույլ է լինում, կամքը չի կարողանում կողմնորոշվել, որտեղ միտքը հստակ եւ որոշակի հրահանգ չի տալիս կամքին։ Տարուբերվում է, մեկ սա է միտքը մտածում, մեկ նա է մտածում, չի մնում, որը որոշի, այսինքն կամքի վճռականության պատասխանատվությունը մտքի վրա է։ Կամքդ վճռական կլինի, երբ որ միտքդ վճռական լինի։ Կամքդ ամուր կտինի, երբ որ միտքդ իմաստուն լինի։ Դու պետք է իմաստուն միտք ունենաս, դու պետք է հասկանաս որն է լավը, որն է վատը, որն է չարը, որ է բարին պետք է ընտրես։ Եվ այդ քո մեջ այդ կամքը դու պետք է ձևավորես։ Եվ երբ որ դու ընտրեցիր բարին ու վստահ ես, որ սա բարին է, ուրեմն այդ բարի քո կամքը չպետք է կոտրես։ Մարդիկ սկսեն ոչ թե քո կամքի վրա ազդել, այլ քո մտքի վրա կսկսեն ազդել։ Օրինակ, բերեմ, որ մենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Օրինակ, դու գնում ես եկեղեցի եւ աղոթում ես եւ պատարագի ես մասնակցում։ Մարդիկ քեզ կասեն. մենք էլ ենք հավատացել, բայց մենք ամեն կիրակի պատարագի չենք գնում։ Ինչ ես այդքան աղոթում, մենք էլ ենք աղոթում։ Ինչ են ուզում, քո կամքն են ուզում կոտրեն քո մտքի միջոցով։ Եվ քո իմաստուն միտքը արդեն զարգացրել է կամ հաստատել է կամ կարգավորել է, որ եկեղեցի գնալը, աղոթելը, պատարագի մասնակցելը բարի է։ Եվ իր վճռական որոշումն է կատարվել։ Դա պետք է ամուր պահես, այսինքն բաներ կան, որ մենք չպետք է զիջենք։ Հստակ պետք է լինի մեր կամքը, բայց բաներ կան, որ այդքան վճռական չեն, կարող ենք մենք զիջել, բայց առանց մտքի կամքը չպետք է զիջի։ Միտքը պետք է քննի։ Այս բաներում աշխարհիկ կամ եթե ես զիջեմ, իմ կամքից հրաժարվեմ, ես կշահեմ, օգուտ կշահեմ։ Օրինակ, Պողոս առաքյալն ասում է. անիմաստ տոհմաբանությունների վեճերի մեջ մի ընկեք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե հարցը դավանաբանական աստվածային հավատքին վերաբերող չէ, եւ դու քո կարծիքը պնդում ես,
եւ չես զիջում, հա։ Չէ, ասում ես իմ ասածն է ճիշտ է իմ ասածն է, իմ ասածը, ոչ թե Աստծո ասածը, ոչ թե ավետարանի խոսքը, այլ իմ ասածը ճիշտ է, ուրեմն դա չարից է։ Հա, եթե հարցը աստվածային չէ։ Ուրեմն սա չարից է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ որ դու քո եսը, քո կամքը պնդում ես, ուրեմն չարի ազդեցության տակ ես դու։ Եթե հարցը աստվածային չի, եթե ճշտված չի, հա, ուրեմն կամքի ամրությունը գալիս է մտքի ամրությունից։ Կամքի հզորությունը գալիս է մտքի հզորությունից։ Օրինակ, մարդկանց ասում են, ինչ սովորություններից հրաժարվեք, օրինակ ծխելուց, խմելուց, վատ սովորություններից հրաժարվեք։ Երբեմն մարդիկ ասում են, մենք սիրում ենք դա։ Այսինքն, այստեղ դու տեսնում ես կամքը թույլ է, որտեղ միտքն է թույլ, որտեղ ինքը դեռ չի հասկացել, չի պարզաբանել, չի ճշտել իր համար, թե ինչ չարիք է ծխելը, խմելը, մյուս վատ սովորությունները։ Այսինքն դու այդ մարդու հետ պետք է նստես լուրջ բացատրական աշխատանք տանես։ Սուրբ Գրքով, ավետարանով, կյանքի փորձառությամբ, հոգևոր կյանքի սկզբունքներով բացատրես, որ ախր ոնց կարող է մարդը սիրել մեղքը, ոնց կարող է Աստծո պատկերով ստեղծված նուրբ հոգին հանդուրժել չարիքը։ Չի կարող, չի համատեղվում։ Երբ որ մարդը հասնի այն գիտակցության, որ ինքը պարզ հստակ տեսնի, որ ինչ չարիք է մեղքը, ինչ վատ բան է չար կախվածությունը, կամքը կհզորանա։ Այսինքն գալիս ենք այդ եզրահանգման, որ կամքի թուլությունը գալիս է մտքի թուլությունից, մտքի տկարությունից։ Սուրբ Գիրքն ասում է, ամեն մեղք ծնվում է տգիտությունից։ Տգետ միտքն է տանում մեղքի։ Տես նույն պատմություն դրախտում, օձը ինչ չարեց, մտքի վրա սկսեց ազդել Եվայի վրա։ Տգիտությամբ Եվան մեղքը կերավ։ Ինչու, որտեղ Աստված ասել է, ուտեք կմեռնեք, բայց Սատանան ասեց, չեք մեռնի, կլինեք աստվածների նման, կիմանաք չարն ու վարը։ Խաբեց, տգիտացրեց, մոլորեցրեց, շփոթեցրեց։ Եվ միտքը տկարացավ, թուլացավ, շեղվեց, կամքը ենթարկվեց մտքին։ Հասկանում եք։ Ուրեմն միտքն ու կամքը պիտի հստակ գործեն։ Օրինակ եմ ես ուզում բերել։ Երբեմն մարդու միտքը չի կարողանում կողմնորոշվել, չէ՞։ Սա լավն է, թե վատն է, չարն է, թե բարին է, բայց նախորոք իր կամքը զորացել է, ինքը գիտի, որ կարող է այս պահին իրան շփոթեցնեն, մոլորեցնեն, բայց ինքը ունի փորձառություն։ Ինքը գիտի, որ սա վատն է, չարի խորհուրդն է։ Ուրեմն երբեմն կամքը օգնում է մտքին, որպեսզի միտքը չտկարանա։ Այսինքն ինքը կամքն է պահում, համը չի ասում է, կարող է այդ պահին չի հասկանում ինչու չէ, հետո կհասկանա, բայց ասում է չէ, իմ ներքին է զգացողությունը, իմ կամքը, իմ հոգևոր փորձառությունը ասում է չէ, հետո կհասկանամ ինչու չէ, բայց հիմա ասում եմ չէ։ Այսինքն մարդու միտքը լուսավորվում է մարդու կամքի միջոցով, երբեմն կամքն է օգնում միտքը ամուր լինելու, եւ բայց շատ անգամ միտքն է օգնում կամքի ամրությանը։ Միտքն ու կամքը իրար հետ փոխհամաձայն են, իրար հետ օգնեն իրար։ Եվ այդ մարդը ուժեղ